Ապագան կախված է մեզնից, եսի նկատում եմ մեր երկու երկրների հատկապես ղեկավարներից, իսկ արդեն մեր երկու երկրի ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը եւ ամենակարևորը, ինչպես նաեւ նշեց պարոն Ալիևը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն կամք, որ իսկապես հանուն խաղաղություն կարող են արվել քայլեր, որոնք կհաստատեն այդ խաղաղությունը։ Եվ այն ինչ մենք չենք տեսել 30 տարուց ավելի, մենք հիմա ապրում ենք այդ իրավիճակում։ Եվ իրականում անհավատալի էր, որ 2 տարի առաջ, նույնիսկ 1 տարի առաջ կարելի էր կարճ ժամանակում հասնել այսպիսի մի իրավիճակի, երբ որ արդեն մենք Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ապրանքներ ստանալ Ադրբեջանից անմիջապես Վրաստանի տարածքով։ Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, երբ որ մենք այդ ապրանքները կստանանք պարզապես մեր տարածքներով, այսինքն դա կլինի Բաքու կամ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Հայաստան, այդ ես ուզում եմ մի կարևոր հանգամանքի անդրադառնալ։ Մենք երկու կողմներս էլ նայում ենք առաջ։ Եթե մենք փորձենք նայել հետ եւ փորձել նաեւ գտնել այն պատճառները ինչու եղավ, ես կարծում եմ դա այսօր մեզ կզրկեն հնարավորությունից, որ ունենք։ Մենք հիմա ավելի շատ ապրում ենք մեր ծրագրերի իրականացման գործով եւ ինչու մենք հաջողություն կունենանք, որովհետեւ մենք հստակ պայմանավորվածություններ ունենք։ Մենք հստակ սկզբունքներ ենք որդեգրել, որը նշանակում որ մենք հարգում ենք մեր երկու երկրներս տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեր իրավազորությունը եւ առաջնորդվել ենք այդ սկզբունքներով։ Բացելու ենք մեր սահմանները եւ վստահ եմ նաեւ որ X տարիներ հետո ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի նման հանդիպումներ են լինելու, այս սովորական գործընթաց է լինելու, երբ որ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ մենք ունենք երկուսս։ Եվ տեսեք, այդ համագործակցության արդյունքում մենք շատ նպաստավոր ենք դառնալու որպես տարածաշրջան, որպես Հարավային Կովկաս, նաև աշխարհի համար։ Այն քննարկումը, որ մենք հիմա անում ենք Եվրոպա-Ասիա կապը ապահովելու համար, դրա լավագույն ճանապարհը հենց Հարավային Կովկասն է։ Եվ այս գործընթացը հաջողություն կունենա նաև այն պատճառով, որտեղ այստեղ կա նաև տնտեսական շահ։ Բացի քաղաքականից, որը ամենակարևորն է, բայց այստեղ կա նաև տնտեսական շահ։ Եվ սա կամրապնդի այն պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել, երկու երկրի ղեկավարներ ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության են գալիս, ուրեմն կարելի է եւ հաջողության հասնել։ Եվ այդտեղ իհարկե ես չեմ կարող չնշել նաև Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփի դերը, որը էլի կարողացավ իր վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն եւ մեր երկու երկրների ղեկավարների հետ օգոստոսի 8-ին ստորագրեց այդ պատմական փաստաթուղթը։